Մինչև այս պահը քննության գաղտնիությունը պահպանելու համար մենք չենք ասում, որ այն տարածքում, որտեղ որ եղել է Սեդայի դեպքը, մենք մեքենա ենք հայտնաբերել։ Ու մեքենայի քննությունից հետո պարզ է դարձել, որ Սեդան եղել է մեքենայի մեջ։ Ու այդ մեքենայի բանալին եղել է գորի տոպրակի մեջ, որը քո տնից են գտել։ Հա՞։ Լսեցի՞ր։ Չեմ հասկանում, ես ինչ եք խոսում։ Ընդհանրապես, այս ինչ պատմություն է։ Ես գիտեմ, դուք հեսա ամեն ինչ ուղղակի խճճելու եք ու վերջում իմ գլխին ջարդեք։ Ես մտածում եմ, որ գորը ընդհանրապես կապ չունի Սեդայի դեպքի հետ։ Ինքը իմ 1000 տարվա ընկերն է, ինքը գիտեր, որ ինձ են մեղադրում։ Կգար ու հաստատ կխոստովաներ, ինքը այդ տղեն չի։ Հարը դու իմ մոտ շատ լավ տպավորություն ես թողել։ Ես էլ չեմ հավատում, որ դու այն մարդն ես, ում մենք փնտրել ենք։ Բայց քո փախուստը փոխում է այն տպավորությունը, որ թողել ես քո մասին։ Ես հիմա զանգել եմ քեզ որպես ծանոթ, ոչ թե որպես քննիչ։ Դու խոսել ես քո անուղղության մասին մինչև վերջ։ Հիմա էլ նույնը արա։ Ես հոգնել եմ արդեն արդարանալուց։ Հոգնել եմ արդեն ասելուց, որ ես ոչ մի կապ չունեմ այդ աղջկա դեպքի հետ։ Ընդհանրապես կապ չունեմ։ Իսկ գորի պահով, եթե հաստատ իմանամ ինքն է, մենակ դրան մորթելու համար հաստատ կհայտնվեմ ձեր մոտ ու դուք նորից ինձ կտեսնեք։ Սխալ բաներ ես խոսում ու անում։ Կգաս բաժին կխոսենք։ Հարութ, ինչ էր ասում։ Իրոք գորը կապ ունի Սեդայի դեպքի հետ։ Ինչքան էլ որ չեմ ուզում հավատամ դրան, բայց ամեն ինչ դրան է տանում։ Ինչ-որ նոր բան է պարզվել։ Ոնց ես ապացուցելու։ Դու ասա, ուզում ես ապացուցեմ։ Հա, նվեր։ Ասա նվեր։ Մինա զանգել եմ շնորհակալություն հայտնեմ քեզանից։ Ես հրաժարվել էի օգնությունիցդ, բայց դու օգտեցիր ինձ։ Շնորհակալության կարիք չկա։ Մեր մեջ պայման կա։ Ու ինչքան էլ դու չասեիր, որ պետք չի, ես արդեն խոսք էի տվել։ Դե ես իմ կամքով հրաժարվեցի։ Ասացի պետք չի որ օգտես, բայց դու ամեն դեպքում օգտեցիր։ Շնորհակալ եմ։ Լավ։ Կարամ մի բան էլ ասեմ։ Ասա։ Այն օրը, որ ձեր մոտ օֆիսում էի, մանես ներողություն խնդրեցի, իմ օգնությունը առաջարկեցի իրան, բայց դու ոնց որ ինձ սխալ ես հասկացել Մինաս, ես ինչ-որ բաներ չեմ անում, որ ինչ-որ հարաբերություններ ստեղծեմ, վերականգնեմ Մանայի հետ, ես գիտեմ, որ այդ աղջկանից պետք է հեռու մնամ։ Այդ շատ լավ, որ այդքանը գիտակցում ես։ Դե ես չեմ ուզում, որ իմ պատճառով քո ու Մանայի մեջ անհասկանալի բաներ կատարվեն։ Նվեր այդ բարերիդ հետևում թաքնված միտք ես շատ լավ հասկանում եմ։ Մտածում ես ես Մանայի հետ ինչ-որ հարաբերությունների մեջ եմ, ու զանգել ես, որ բացատրություններ տաս, կամ էլ ուզում ես ուղղակի ճշտած լինես, ճիշտ ես հասկացել, թե չէ։ Մինաս։ Նվեր, ես քո երեխան չեմ, արա։ Ես բան չեմ ասում։ Ես այդ աղջկա հետ ոչ մի կապ չունեմ, ոչ ունեցել եմ։ Զուտ մարդկային օգնություն եմ ցույց տվել։ Որովհետև ինքը ուղղակի շատ լավ վիճակում էր։ Օգնել եմ, որ քո արարքից հետո նորից ոտի կանգնի, ուրիշ ոչ մի բան։ Ես սխալվում էի։ Փաստորեն ինքը մենակ աշխատող է քո մոտ։ Սխալ ես հասկացել, ոչ մի բան չկա, ես Մանայի հետ կապ չունեմ, ու ինքը իմ մոտ չի աշխատում։ Լավ, կներես Մինաս։ Հաջողություն։ Հիմա պարզա քեզ ամեն ինչ։ Այս պայն դու ավելի վտանգավոր ես, քան ես, Մանե ջան։ Հիմա այդ աղջիկը էլ քեզ չի հավատում։ Ու դրանով քո վիճակը ավելի է բարդանում։ Եթե սկսեց խոսալ ու կասկածները հաստատվեն, Հա, հասկացանք իմ մոտից են գտել, բայց գիտեն չէ, թե ոնց է իմ մոտ հայտնվել։
Ասեցիր, որ Սեդան հիշել է, չէ, որ մի քանի հոգով են եղել։ Դրսից էլ է, չէ, ձայներ լսել։ Հիմա հանգիստ կարող են մտածել, որ Գոռը մենակ չի եղել։ Ես դեռ փորձում եմ հավատամ, որ Գոռը ընդհանրապես կապ չունի այս ամեն ինչի հետ։ Ախպեր, Սեդան, որ սկսեց խոսալ, շատ վատ է լինելու։ Հա, մինչև հիմա չի խոսել, բայց այդ չի նշանակում, որ չի էլ խոսելու։ Ու պետք է հաշվի առնենք այն փաստը, որ շատ հանգիստ կարա իր աղբոր ակաշդել հասնի այս ամեն ինչը, դրանից հետո չեմ պատկերացնում ինչ կարող է լինի։ Ինչ լինում է թող լինի։ Ես էլ ոչինչ բանից չեմ վախենում։ Ես անմեղ եմ ու չեմ պատրաստում գնամ ուրիշի փոխարեն դատվեմ։ Ամեն ինչ անելու եմ, որ անմեղությունս ապացուցեմ։ Այ կտեսնես։ Ուր, Կզանգեմ։ ինչ ես անելու, Հարութ։ Որոշեցիր լսես ինձ, Հա, ես կգամ, բայց հիմա չէ։ այսինքն Մենակ մի խնդրանք ունեմ, թող մեր տուն հանկարծ ոստիկաններից մարդ չգնա։ Ես ինքս կգամ ու կներկայանամ, բայց հիմա չէ։ ինչ ես մտքի դրել։ Հարութն ես բան չանես, որ ավելի բարդացնես իրավիճակը։ Իմ համար չեմ ասում, մորս համար եմ խնդրում, որովհետև չեմ ուզում, որ իրան վատ զգա։ Մի հատ շատ կարևոր գործ ունեմ, վերջացնեմ ու ես ինքս անպայման կներկայանամ։ Լավ։ Ես ուղղակի չեմ հավատում, որ դու ամոթ չունես ու այսքանից հետո կարողանում ես զանգել ինձ։ Մի հատ սուս մնա ու ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում։ Ես հիմա ձեր տան մոտ եմ ու սպասում եմ, որ դուրս գաս։ Դուրս արի հետդ խոսելու բան ունեմ, եթե դուրս չգաս, ես եմ գալու։ Ես ո՞նց ես հետս խոսում։ Ես քեզ բան ասեցի։ Արի, եթե այդքան համարձակություն ունես։ Արի ու ես անգամ չեմ խանգարի, որ մինասը սպանի քեզ։ Հաստատ կգամ, չկասկածես։ Ավելի լավ է աղբերդ ինձ սպանի, քան թե այդ հոդվածի իմ անունի կողքը դրվի ու ես այդպես գնամ փտեմ։ Արի, սպասում եմ։ Ինչ ենք անելու ու երբ։ Շտապելը լավ բան չի, բարե։ Շտապելուց մարդ կարա սխալներ թույլ տա։ Ասեմ, որ Հարութին բռնել են։ Հիմա սպասում ենք զարգացումներին։ Ու ըստ իրավիճակի կհասկանանք ինչ անենք։ Դու կարա սպասես, թե ձեռքերդ քոր են գալիս։ Արագ ասելիքդ ասա, որովհետև չեմ ուզում քո նմանի պատճառով աղբորս հետ խնդիրներ ունենամ։ Գիտեմ, որ վախենում ես ինձանից, ու ես քո աչքերում այդ հրեշտն եմ երևում, բայց ամեն ինչ արդեն չափ ու սահմանը անցել է, ու դու պիտի լսես ինձ, նենց որ նստի մեքենան։ Ստեղ ասա։ Նստի մեքենան համբերությունս մի փորձի։ Ես ամեն րոպե կարամ մինասին զանգեմ։ Դե հերիք եղավ։ Չես հասկանում, որ ինձ ոչ մեկ ու ոչ մի բան չի կարա վախացնի։ Մարդ եթե անմեղ է լինում, ոչ մի բանից չի վախենում։ Ում ուզում ես կարա զանգես։ Չեմ հասկանում, ուզածդ ի՞նչ է։ Ուզածս այն է, որ լսես ինձ, նենց որ նստի մեքենան։ Իսկ ես չեմ ուզում լսեմ քեզ։ Որ չուզենայիր չէիր գա։ Ծեծելով չեմ բերել։
Նստի մեքենա։ Ոնց եմ զզվում ես քեզնից։ Գիտես, առանձնապես իմ մոտ էլ լավ զգացողություններ չկան քո հետ կապված։ Քեզ հանդիպելու օրվանից կյանքս տակնու վրա է եղել։ Ամեն օր մի նոր վատ բան է տեղի ունենում։ Տունս խառնաշփոթ է, մերս անընդհատ լացում է, վատ բաներ է մտածում։ Ամեն առավոտքնից զարթում եմ ու մենակ վատ լուր եմ լսում։ Ու ինչի՞։ Որովհետև քեզ եմ օգնել, հա, դրա համար։ Չնայած գիտեմ ինչի։ Հենց էլ ես եմ մեղավոր։ Եթե ես այդ օր ուղղակի քեզ թողնեի ու անցնեի, գայ տուն իմ համար, դու էլ ճանապարհը կգտնեիր ու տուն կգայիր։ Կամ էլ մի ուրիշը իմ տեղը կհայտնվեր։ Բայց ես հանգիստ կապրեի։ Հենց որ զզվելուց մի խոսա։ Թե չկարողամ միտքս շարունակեմ ու պարզվի, որ երկուսս էլ նույն բանն ենք զգում։ Ես վերցրու ու նստի մեքենա։ Չկպնես ինձ, մատով չկպնես, հասկացար, թե չի երդվում եմ կսպանեմ քեզ։ Ես անցած անգամ փորձել եմ։ Փաստորեն դու տենց շուտ չես մեռնում, բայց այս անգամ վստահի հաստատ կստացվի։ Դու իմ գլխին չես խփել։ Ու ես այդ մարդը չեմ սեդա։ Միլիոն անգամ ասել եմ քեզ այդ մասին։ Չնայած հիմա չեմ եկել, որ քեզ ինչ-որ բան համոզեմ։ Ես հեսա գնալու եմ ոստիկանություն ստեղից ու ամեն ինչ պարզ կլինի։ Ոստիկանությունից փախել ես, հիմա էլ ասում ես գնալու եմ ոստիկանություն։ Ես ոչ մեկից չեմ փախել։ Ստեղից հետո գնալու եմ։ Լուրը կլսես հաստատ։ Բա ինչի համար ես եկել։ Իրականում այդ հարցի պատասխանը ես էլ չունեմ։ Երևի լավ գիտեմ, որ հետո էլ չենք հանդիպելու, դրա համար ուզեցի նորից տեսնեմ քեզ։ Ու նորից հարցնեմ։ Դու իրոք մտածում ես, որ այդ մարդը ես եմ։ Տենց ես մտածում սեդը։ Պարզ է։ Ամեն ինչ պարզ է։ Քեզ ուղղակի մի բան կասեմ։ Ես էլ կյանքում քեզ չեմ զանգի։ Չեմ հարցնի ոնց ես։ Չեմ ուզենա տրամադրությանդ մասին իմանամ։ Քո մասին առհասարակ ոչ մի բան չեմ ուզենա իմանամ։ Ու գիտես ինչի։ Որովհետև իրականում դու հենց դրան ես արժանի։ Ու ընդհանրապես իմ վերաբերմունքին արժանի չես։ Ես ամեն ինչ արել եմ։ Ամեն ինչ արել եմ, որ այդ կասկածները ցրվեն, որ դու հասկանաս, որ ես կապ չունեմ այս ամեն ինչի հետ սեդա։ Բայց չէ։ Ես երևի կհամալրեմ այն մարդկանց շարքերը, որ քեզ ընդհանրապես չեն հավատում։ Հա։ Այ այտենց ճիշտ կլինի։ Ուղղակի չեմ հավատա քեզ։ Գիտես, մտածում եմ ինչքան բան փրկած կլինեի, եթե այդ օրը քեզ չհանդիպեի։ Տանս խաղաղությունը, մորս հանգստությունը, իմ ու Մանեի հարաբերությունները, որը քո պատճառով փչացավ։ Իմ պատճառով։ Եթե Մանեն սիրեր քեզ, քեզնից չէր փախնի։ Ինչ նման ենք, չէ, բայց իրար։ Երկուսս էլ այնքան պետք չեղանք, որ մեզ ուղղակի թողեցին ու փախան, ու այդքան շուտ։ Վատա, չէ։ Ինչ ես ուզում ես ավելի շատ ցավացնես։ Չէ։ Ես նույնիսկ չեմ էլ կարող։ Դու նենց բան ես արել, որ ես նույնիսկ քո ցավացնելու կեսի չափով չեմ կարա սեդա։ Դու հիմա ուղղակի փրփուրներից ես կախում, որ փրկես քեզ։ Դու կարաս այտենց մտածես։ Բայց իմացի մի օր զանգելու ես։ Խնդրելու ես, որ խոսես հետս։ Քո ասացի պես փրփուրներից ես կախվելու։ Բայց գիտես ինչ կա։ Ոչ մի վարքյան չմտածես, թե հետ դարձի ճանապարհ կարա լինի։ Չհավատաս։ Ես ուղղակի քեզ չեմ լսի։ Ու ոնց որ ասացի, համալրելու եմ այն մարդկանց շարքերը, ով քեզ չի հավատում։ Որ երբ ինչ-որ բան հիշես, քեզ ուղղակի գժի տեղ եմ դնելու։ Մտածելու եմ, որ խափում ես։ Ոչ մի բառից չեն հավատալու։
Մտածում էի սիրում ես ինձ։ Տենց ես սիրում։ Քո մտածելով սերը է դա, հա։ Ես եմ քեզ սիրում, որ քո հետ ամենտեղ եկել եմ։ Միջև Սևան հետդ հասել եմ, որ փորձես մի բան հիշես։ Ուղղակի նստել ու լսել եմ, թե ինչ ես խոսում, որ գոնե հոգիդ հանգստանա, ներսդ մի քիչ խաղաղվի։ Իսկ դու մտածում ես, որ տենց են, հա, սիրում։ Կասկածելով, վախենալով։ Չէ։ Սիրելը գիտես որն է, որ ամբողջ աշխարհը քո դեմ է, ոչ մեկ չի հավատում քեզ, բայց այն մի հոգին քեզ հավատում է, որովհետև սիրում է քեզ։ Ու շատ է սիրում։ Այս սիրելը է տասեդը։ Ոչ թե կասկածներով ապրելը։ Անհնար է, որ ամեն ինչ այսքան անարդար լինի։ Ոչինչ։ Մի օր կպարզվի, որ այդ ամեն ինչի մեջ ես ընդհանրապես կապ չունեմ ու անմեղ եմ։ Այդ ժամանակ դու ուղղակի կհասկանաս, որ դու ես մեղավոր։ Որ դու ես նենց արել, որ մենակ մնաս քո ցավերի հետ, քո դժբախտության հետ։ Որ ես կապ չունեմ դրա հետ։ Այլ դու ինքդ ես քեզ հասցրել ես ամեն ինչին։ Դու ինձ լսելու ես։ Լսելու ես միջև վերջ, որովհետև այս վերջի հանդիպումն է։ Ես ուզում եմ գնամ։ Կգնաս։ Հիշում ես, ինձ ասում էիր, որ ինքդ քեզ մեղավոր ես զգում, որ բոլորի կողմից ինչ-որ մերժված ես, չեն հավատում ոչ մեկ քեզ, խոչընդոտ ես բոլորի համար։ Հիմա հաստատում եմ այդ խոսքերդ։ Հա, տենց է։ Եթե քեզ չհանդիպեի, իմ կյանքը սենց չէր շարունակվի, ամեն ինչ լավ կլիներ։ Բայց այ քո պատճառով ես հայտնվեցի այս իրավիճակում։ Հավատացիր ինձ, ասացիր սիրում ես ու հետո նորից կասկածեցիր։ Իսկ ես այդ ամեն ինչը չեմ մոռանա։ Կյանքում չեմ մոռանա սա։ Արդի թեմայով ինչ ենք անում, տան մոտ մարդ ենք թողել։ Ասա թող հետ գան։ Ոչ մի բան էլ չենք անելու, սպասում ենք։ Հաստատ։ Հաստատ։ Վերջ։ Ասեցիր սրտիդ ուզածը, հանգստացար։ Լավ, այդ դեպքում ոնց կբացատրես, որ հենց հիմա ընկերդ իմ գործով ոստիկանությունում է։ Ոնց կբացատրես, որ քննիչը իր մեղավորության ակնարկներն է անում։ Հա, հնարավոր այդ տականքը դու չես, հնարավոր այդ տականքը ընկերդ է, բայց որ դու իմացել ես ու ոչ մի բան չես ասել, այդ հաստատ։ Չնայած ես ինչ իմանամ, այդ օրը դրսից ձայներ էի լսում։ Հնարավոր է դու այդ տականքներից մեկն ես եղել։ Գորի պահով ես էլ եմ զարմացած։ Այդ թզբեխը, որ իմ մոտ տեսել ես, իմը չի, Իրանն է։ Իմ մոտ հայտնվել է բուժքրոջ ձեռքով։ Գնացել է հիվանդանոց դրան տեսակցության ու բուժքրուր տվեց ինձ։ Ես չեմ հավատում, չի կարա ուղղակի այդքան զուգադեպություններ լինի։ Ես քեզ չեմ փորձելու նորից ինչ-որ բաներ համոզեմ կամ բացատրեմ։ Այդքան ասեցի։ Գիտես, երբ մարդուն ինչ-որ ֆիզիկապես վիրավորանք ես հասցնում, կապտուկներ են առաջանում, այդ ընթացքում վերանում է։ Բայց երբ կպտում ես մարդու ներսին, այդ կարող է չբուժվի ամբողջ կյանքում։ Ու այն վստահությունը, որը որ կար, էլ չկա սեդա։ Հասկանում ես, երբ այդ ամեն ինչով ստիպում են, որ մարդը ինքը իր բարության համար իրան ատի, այդ արդեն վերջն է։ Էլ փրկություն չկա տեղից։ Մի օր գալու ես ուզենաս խոսես հետս, բայց այդ ժամանակ ես չեմ լսելու, այդ մի բանը հիշի, լավ հիշի։ Ես վստահ եմ, որ այդ օրը չի գալու, որովհետև ուղղակի չի կարա այսքան համընկնումներ լինի։ Գիտես, ես քեզ ուղղակի կասեմ, որ նույնիսկ հիմա, նույնիսկ այս պահին ես ավելի շատ մտածում եմ քո մասին, քան իմ։ Ու գիտես ինչի։ Որովհետև դու ամեն ինչ կորցրեցիր, դու բոլորին կորցրեցիր,
Ու նույնիսկ այն մարդուն, ով որ պատրաստ էր օրվա ցանկացած ժամին կողքդ կանգներ։ Պատրաստ էր զանգդ վերցնել ու լսեր քեզ։ Հետդ ուր պետք էր գար, բայց հիմա ինքն էլ չկա։ Ու դու լրիվ մենակ մնացիր քո դժբախտության հետ։ Վերջ։ Երևի այդ բառը ավելի տեղին չի լինում։ Հա, վերջ։ Նստի։ Քեզ տուն կտանեմ։ Ես ինքս կգնամ։ Նստի կհասցնեմ տուն։ Դու էր չէ ասում, որ ատում ես ինքդ քեզ քո բարության համար։ Բա հիմա ինչ ես նորից ուզում բարություն անել։ Այս բարություն չի, այս պատասխանատվություն է։ Ես քեզ ստեղ եմ բերել ու հիմա ուզում եմ ամփորձանք տուն հասցնեմ։ Երևի հասկանում ես թե ինչի։ Նստի։ Ես ինքս կհասնեմ։ Լավ, ոնց կուզես։ Արի քեզ տուն տանեմ։ Գնա։ Ինչի եկար։ Հետ գնա ասում եմ, պետք չի որ դու ինձ օգնես։ Արի տուն տանեմ մի փորձանքի չգաս։ Պետք չի, ես նվերին կզանգեմ։ Ինքը որ իմանա վատ եմ հաստատ կգա առանց մտածելու։ Ես իրան էլ եմ շատ նեղացրել քո պատճառով։ Ախր ինքը ինձ ասում էր, չէ՞ որ հեռու մնամ քեզնից։ Ամեն ինչ անում էր դրա համար։ Պետք է լսած լինեիր։ Մենաց, ես տուն եկար։ Հիմա ամեն անգամ իմ գալու զարմանալու ես։ Ամեն անգամ այս ժամին ես տուն գալու։ Հիմա իրար հարցեր ենք տալու։ Չէ, հարց չեմ տալիս, լավ, ինչ որ բան կուզես։ Չէ, հոգնած եմ ահավոր։ Այսօր գնամ մի քիչ հանգստանում։ Տունն ես մնալու։ Սյուզի, կուզես գնամ։ Այսօր տեղ չունես, այսինքն էլ գնալու։ Լավ չէ, էլ բան չեմ ասում, հազիվ ես եկել, ուր ես գնում։ Շատ լավ է, որ ինքնակամ ես ներկայացել։ Հիմա ինձ մանրամասն կասեք, թե ինչա կատարվում։ Ինչ մեքենայի մասին է խոսքը։ Կամ ընդհանրապես ոնց է ստացվում, որ Գորի անունը կապվում է Սեդայի գործի հետ։ Ամեն ինչ արդեն պարզ է։ Գորն է այն մարդը, ում այսքան ժամանակ փնտրել ենք։ Մնում է հասկանանք քո դեր այս պատմության մեջ։ Միգուցե փորձել ես օգնես ընկերոջդ, կամ պատահաբար է Սեդային հանդիպել ու օգնել։ Սեդան եղել է մեքենայի մեջ, այդ մեկ։ Գորը այդ օրը եղել է Սևանում, այդ երկու։ Ու իր մոտ հայտնաբերել են այն թմրանյութը, որը որ եղել է Սեդայի արյան մեջ։ Այսքանը հերիք, հա։ Ես հենց հիմա պիտի տեսնեմ դրան։ Ես պիտի տեսնեմ Գորին։
Ես պիտի կանգնեմ դրա դիմաց ու նայեմ աչքերի մեջ, այդ ինձ պատասխաններ պիտի տա։ Հարութ, հանգստացի։ Դու հիմա գորին չես կարող տեսնել։ Հիմա իրա մասին չենք խոսում, այլ քո։ Իսկ չի երևում, որ այդ ամեն ինչի մասին ես նոր եմ իմանում։ Ես պիտի տեսնեմ գորին, պիտի հարցեր տամ դրան ու ինքն էլ պատասխանի այդ հարցերին։ Միջև չխոսեմ հետը ինձ ոչ մի հարց չտակ, չեմ պատասխանելու։ Այ որ հետը խոսեմ, դրանից հետո ինչ ուզեք, էդ էլ կանեք։ Ես էլ նորից եմ ասում, չես կարող տեսնել։ Չեմ հասկանում։ Հնարավոր չի ոչ մի բան անել, որ ես հանդիպեմ հետը։ Ուզում եմ ուղղակի կանգնեմ դիմացը ու նայեմ աչքերի մեջ։ Լավ չեք հասկանում, որ ինքիմ տուն ա մտել։ Ինձ ընկեր ա ասել, իմ հացն ա կերել, իմացել ա, որ ինձ են մեղադրում այս ամեն ինչի մեջ, բայց լուռ ա մնացել։ Ես էլ ասում եմ հանգստացի, Հարութ։ Լավ, դուք ես ինչ տեսակ մարդ եք։ Մարդու դրության մեջ ընդհանրապես մտնել չգիտեք, հա։ Հարութ, դու իմ մոտ շատ լավ տպավորություն ես թողել։ Այս շենքում յուրաքանչյուր շնչազոտ կարող է շատ վատ հետևանքներ թողի։ Ես արդեն թքած ունեմ այդ հետևանքների վրա։ Ու այդ սխալ տպավորության վրա էլ։ Որովհետև մի ամիս է դրա պատճառով ամեն օր գնում ու գալիս եմ։ Պիտի տեսնեմ դրան։ Չես լսելու ինձ։ Ասեցի պիտի տեսնեմ դրան։ Ձայնդ չբարձրացնես։ Թե չեք ասեմ կգան կտանեն։ Ինչ։ Ինչ գործ ուներ անապայում Սեդայի հետ։ Հարցս նորից կտամ։ Ինչ գործ ուներ անապայում եւ ինչի էր գնացել Սեդայի հետևից։ Ես Սեդայի հետևից չեմ գնացել։ Այդ առաջինը։ Անապայում հանդիպել եմ ընկերոջս։ Գործի պահով։ Իսկ Սեդայի մասին իմացել եմ պատահական ու տեսել եմ պատահական։ Չէի ուզի քեզ կասկածել։ Հետ չէի ուզի։ Բարև ձեզ, հարմարա խոսենք։ Հարմարա։ Սեդան տանն է, ուզում եմ, որ ինքն է ներկա լինի։ Քո տոնից հետ ու քո հանկարծ գալուց հետ հասկանում եմ, որ նորություն ունենք, հա, գործից։ Ճիշտ եք։ Ոնց որ թե կծիկը քանդվեց։ Անցի ներս։ Եվա ջան, մի հատ Սեդային կանչի։ Լավ։ Նստի։ Բարև ձեզ։ Բարև Սեդա ջան, ոնց ես։ Նորմալ, շնորհակալ եմ։ Քնիչ եկել է շատ կարևոր լուրերով։ Ուզում եմ լսես։ Մինչև բուն նյութին անցները պետք է մի քանի հարց տամ։ Հա, ասեք, լսում եմ։ Այս ընթացքում քեզ ինչ-որ անհանգստացնող դեպքեր եղել են։ Սեդա, կա ինչ-որ մի բան, որ մենք չգիտենք։ Օրինակ կասկածելի մեքենաներ, կամ զանգեր, կամ ինչ-որ մի բան, որը որ մենակ դու ես նկատել։ Սեդա, խնդրեմ խոսա, մարդը հարց ա տալի։ Չէ։ Ոչ մի բան չեմ նկատել ու ոչ մի բան չի եղել։ Ուղղակի լարվեցի, որ իմացա նորություն կա։ Հաստատ չի եղել։ Հա։ Հույսով եմ այս անգամ ոչ մի բան չես թաքցնում։ Չէ, ոչ մի բան չեմ թաքցնում։ Իսկ այս ընթացքում ինչ-որ բան հիշել ես։ Դեմք, անուն։ Դե վերջին բանը, որ հիշել եմ, այդ այն շինությունն է եղել, որ միասին գնացել ենք։ Դրանից հետո ուրիշ բան չեմ հիշել։
Լավ։ Ուրեմն կանցնենք բուն նյութին։ Մեղավորին գտել ենք ու հիմա ձերբակալված է։ Ով է։ Բաբայան գոր։ Այդ անուն ազգանունը դες բան չի ասի, բայց Ադամյան Հարութի մտերիմ ընկերն է։ Տաքսիստի։ Հա։ Ու հիմա քեզանից շատ բան է կախված է դա, չափից շատ։ Ես կասեի մենակ քեզանից է կախված։ Հիմա դու հասկանում ես, որ լակոտին վստահել չէր կարելի։ Հասկանում ես այդքանը։ Առանց լարվելու, պարոն Վարդանյան։ Հիմա դու ինձ պատմում ես մանրամասն։ Ամեն ինչը, ինչ որ կա։ Ամենասկզբից։ Մամ, այդ մարդը ոստիկան է, հա? Եվա բալես կլինի հարցեր չտաս։ Դե բոլորդ շատ լարված եք։ Հա, ոչինչ։ Հիմա մի քիչ խնդիրներ ունենք, բայց ես քեզ վստահեցնում եմ, որ պապան բոլոր հարցերը կլուծի, լավ։ Միշտ նույն բանն եք ասում։ Մեքենայի մասին, որ քիչ առաջ ասում էի, չենք բարձրաձայնում որպես նախաքննական գաղտնիք։ Բայց գորի հիվանդանոցում հայտնվելուն պես բանալիները հայտնվում են Հարութի մոտ, մնացած իրերի հետ միասին։ Հա, դե ամեն ինչ պարզ է ուրեմն։ Այդ լակոտը գնացել է իր ընկերոջ մոտից, վերցնի իր իրերը, որ ձեր մոտ չմնի։ Ես քեզ ասում եմ, այդ երկուսն էլ պետք է նստեն։ Պետք է ամեն ինչ անեք, որ իրանք խոսեն։ Ու ես քեզ զգուշացնում եմ, չեմ վախացնում, զգուշացնում եմ, եթե հանկարծ այդ երկուսից մեկը շենքից դուրս եկավ, իմ ձեռով են գնալու։ Լսում ես ինձ։ Քննությունը դեռ շարունակվում է, պարոն Վարդանյան։ Ոչ մեկին ազատ չենք թողելու առանց հիմքի, իսկ մնացածը արդեն դատարանն է որոշում։ Սեդա քիչ առաջ մեքենայի մասին նկարագրում էի, որի մեջ որ դու եղել ես։ Ավելի ճիշտ, որով քեզ տարել են ռեստորանի մոտից։ Դա քեզ կօգնի ինչ-որ բան հիշել։ Ինձ կներեք, ես մի քիչ լավ չեմ զգում, հիմա կգամ։ Երևի սխալ էր մի անգամից ասելը, բայց ժամանակ չունենք, պարոն Վարդանյան։ Չէ, ամեն ինչը շատ ճիշտ էր։ Թող աչքերը բացվի։ Ինչ նկատի ունեք։ Դե քեզ այնց թաքցնելը անիմաստ է։ Համենայն դեպս տեսել ես նկարները։ Սերան այդ տաքսիստի հետ մտերմություն էր անում, հանդիպում էին։ Սեդայի խելքը կերել է։ Ես թվում նրա համար, որ ինքը առաջինը հասկանա, թե Սեդան ինչ է հիշում։ Որ ինքը իր կյանքը փրկի, ընկերոջն էլ հետը։ Ես դրա համար եմ ասում, երկուսն էլ պետք է նստեն։ Ու մենք հաստատ չգիտենք, գորը այդ օրը մենակ է եղել, թե չէ։ Ամենայն հավանականությամբ մենակ չի եղել։
ձեզ։ Բարի, Գորջ։ Ներս անցի։ Ինչ եղավ։ Չէ, ես գնամ գործեր ունեմ, լրիվ մտքիցս թռել է։ Ներս արի։ Չէ։ Հարութը զանգեց, ասեց կգա, ներս արի։ Ես կխոսեմ Հարութի հետ, գնացի։ Գործը կսպասի, ներս արի, սուրճ խմենք։ Չէ, մերսի։